Մեծ պատասխանատվություն առաջի հերթին բավականին հպարտ եմ։ Ապագա բժիշկ Նարեկի նկարը միշտ կմնա Մաշտոցյան մատենադարանում, հայոց ձեռագրատանը 8 տարվա պատմությամբ Մարդասիրած Մատյանի վերջին երկու էջն է, պատկերում է հայի կյանքը մինչև ցեղասպանությունը եւ արդեն թուրքերի ոճրագործությունից հետո։ Կուժը կոտրված դժբախտության խորհրդանիշն է ու առաջը ամեն ինչ լավ էր դրանից առաջ։ Մատենադարանի ավելի քան 20,000 ձեռագրերին 2018-ի ապրիլի 24-ին ավելացավ այս բացառիկ Մատյանը, առաջինը, որ ստեղծվել է հենց այստեղ, հայկական ժառանգության պահպանման եւ հումանիզմի այս կարևորագույն կենտրոնում, հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ։ Մագաղաթը եւ օգտագործված բոլոր նյութերը բնական են։ 8-րդ տարին է ճիշտ այսօրը ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 միլիոն հայի հիշատակի նախօրեին ներկայացվում է ցուցադրության։ Մատյանը իհարկե իր բովանդակությամբ տարբերվում է մատենադարանում պահվող անշուշտ մյուս ձեռագրերից, բայց իմաստի առումով կարծես հարում է նրանց, որովհետև մարդկային սխրանքի պատմություն է, ուրեմն մարդկային ջանքի եւ ուրեմն մարդկության փրկության համար ներդրված ջանքերի պատմություն է եւ այս իմաստով Մարդասիրած Մատյանը իր կարևոր տեղն ունի մատենադարանում։ Ձեռագիրն արտացոլում է նաև Ավրորա մարդասիրական նախաձեռնության գործունեության ամբողջ ժամանակագրությունը։ 8 տարիներն ամփոփում է հենց Մատյանը։ Իդեպ այս թիվը եւս խորհրդանշական է։ Հայոց ցեղասպանության տարեգրությունն է 1915-ից 23, անցնող տարիներից յուրաքանչյուրի ընթացքում 365, նահանջ տարիների դեպքում 366 բառով այստեղ ներկայացվել են Ավրորայի հերոսների եւ Դափնեկրի պատմությունները, ինչպես նաև մարդասիրական մրցանակի ունեցած ազդեցությունը։ Մատյան մարդասիրած, այսինքն այս բառակապակցության մեջ ամեն ինչ գրված է։ Թեև Մարդասիրած Մատյանն ամբողջական է, Ավրորա Արշալույս Մարդիգանյանի պատկերից հետո դեռ մի քանի դատարկ էջ կա։ Այստեղ հավանաբար հիշատակարան կլինի, ամփոփելով Մատյանի ստեղծման պատմությունը, ինչպես բնորոշ է ձեռագրերին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։